Ապրիլի 1-ից ներդրվել է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով սիրտանոթային հիվանդություններ ունեցողների եւ շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող տեղերի փոխհատուցման փորձարարական նոր մեխանիզմը։ Նախկինում գործող սխեման, այսինքն մեխանիզմի պարագայում նրանց տրամադրվում էր կոնկրետ առևտրային անվանման կոնկրետ տեղ։ Հիմա արդեն այդ նույն ջեներիկ անվանման կամ համընդհանուր անվանման դեպի ցանկից նրանք կարող են ընտրել իրենց համար ավելի անհատապես տանելի դեղը, որոնք որ շատերը երկար ժամանակ արդեն օգտագործում են եւ այլն, այսինքն ավելի, այսպես ասած, ընտրության հնարավորություն է տրված։ Իհարկե, այս պարագայում պետք է շեշտեմ, որ իրենց ցանկացած դեղը ընտրելու դեպքում, որոշ դեպքերում իհարկե ոչ բոլոր, նրանք պետք է կատարեն համավճար։ Շաքարային դիաբետ կամ սիրտանոթային հիվանդություններ ունեցողները ոչ բոլոր դեղատներից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղորայքը։ Պաշտոնական տվյալներով ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում գործող շուրջ 2200 դեղատներից ծրագրին միացել է 350-ը։ Ծրագրին չմիացած դեղատների ներկայացուցիչները պնդում են, նախարարության կողմից առաջարկվող փոխհատուցումը համարժեք չէ դեղորայքի իրական գնին։ Գները, երբ որ ուսումնասիրում ենք, այդ գները Սենց ասեմ, գրեթե մեծածախ վաճառքի գներին է հավասարացված։ Կարող է տատանում տալ 5%, 4%, 3%-ի տատանում։ Այսինքն սովորական դեղատունը կապ չունի տվյալ դեղատունը ցանցային է, թե ցանցային չի, անհատին է, թե անհատ չի, հա։ Տվյալ դեղատունը մեծածախ ընկերություններից դեղը պետք է գնի, վրադիր պետք է ունենա 15% միջինացված, հա, ու վաճառք իրականացվի, բայց փաստացի դուրս է գալի, որ դեղատները չեն կարող մասնակցել տվյալ ծրագրին, ինչու, որովհետև գները բավականին ցածր են փոխհատուցվող, հա, այդ պատճառով իրանք չեն կարողանալու բացառապես մասնակցել։ Այստեղ երկու խնդիր ունենք, կամ առաջինը առողջապահության նախարարությունը ցավոք սրտի, որը կրկնվում է, լիարժեք չի ուսումնասիրել տվյալ շուկան եւ գնային սպեկտրը այնպես է դրսեւորել, որ չեն կարողանում բոլոր դեղատները մասնակցեն, հա, կամ միտումնավոր են գնացել այն քայլի, որ դրան մասնակցեն բացառապես մեծածախ ընկերությունները իրանց դեղատներով հանդերձ, հա, որ կարողանան սպասարկեն հաճախորդներին։ Գեդեոն Ռիխտեր տեղատների ցանցի տնօրեն Արամ Աղվանյանը մեծ զրույցում նշեց, որ սա պիլոտային ծրագիր է եւ նախարարության հետ կա պայմանավորվածություն, որ 1 ամիս անց կվերլուծեն արդյունքները եւ ըստ դրա կորոշեն հետագա անելիքները։ Տեղատների զգալի մասը փորձարարական ծրագրում առկա խնդիրների պատճառով հրաժարվել է նոր մեխանիզմի մաս կազմելուց։ Խնդիրը կապված է գների հետ, ոչ խելամիտ գների հետ, այսինքն գները դրված է կամ բարձր, կամ ցածր։ Ուրեմն ես մի քանի օրինակով կարամ դա ձեզ ասեմ, օրինակ ատորվաստատին ռեպլեկ ֆարմի արտադրության մեր մեծածախում արժեքը 42 դրամ է, իսկ իրենց ներկայացրած գինը ցանկում 21 դրամ է, այսինքն կրկնակի անգամ էժան։ Այստեղ նայեք, ուրեմն ինչ խնդիր կա, 5 ձևով, երբ որ տենդերներ էր կազմակերպում եւ հիվանդանոցներին դեղ էինք մատակարարում, ֆիրմաները, արտադրող ֆիրմաները մեզ հատուցում էին եւ կարողանում էինք էժան գին ստանալ։ Օրինակ կարող եմ բերել Ատորիս 10-ի հետ կապված, Ատորիս 10-ը մեր մեծածախում 29.93 դրամ է, մեկ հատիկի արժեքը, եւ երբ որ մենք տենդերի էինք մասնակցում եւ շահում էինք տենդերը, հիվանդանոցին կարողանում էինք 24 դրամով տալ, այսինքն մնացած մասը կրկաֆիրման փոխհատուցում էր։ Այս դեպքում դրել են 41 դրամ մեկ հատիկի արժեքը, այսինքն 17 դրամ ավելի թանկ, այսինքն պետությունը մեկ հատիկի մեջ ստեղ 17 դրամ դուժում է։ Նախարարությունից նշում են գների ձևավորման մեթոդաբանությունը հաստատված է կառավարության որոշմամբ եւ դրա հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան, սակայն այլ խնդիրներ են առկա։ Քանի որ դեղերի գների կարգավորում մեր երկրում երբևէ չի եղել եւ գները ձևավորվել են, այսպես ասած, տարերայինորեն շուկայական որոշակի այսպես ազդեցությունների, նաև որոշ մատակարարների, հա, կողմից ազդեցությունների հիման վրա, նրանց կողմից վարվող քաղաքականությունների հիման վրա, հետեւաբար
Այդ տարբերությունները գների բնական են եւ մեր կողմից փորձ է կատարվում մշտական մոնիտորինգ իրականացնել գների եւ մեր մեթոդաբանությունը այդ հնարավորությունը տալիս է եւ դրանով ապայմանավորված որ մենք նշել ենք որ յուրաքանչյուր ամիս մենք կամփոփենք արդյունքները կհասկանանք թե այդ գների ձևավորման հետևանքով կամ արդյունքում մենք ինչ խնդիրներ ունենք եւ ըստ մեր հաստատված մեթոդաբանության արդեն իսկ որոշակի շտկումներ կիրականացնենք, եթե դրանց անհրաժեշտությունը տեսնենք։ Նախարարությունը սկզբում տուգանք էր սահմանել այն դեպքերի համար, երբ պահանջվող դեղի բացակայության պարագայում դեղատունը 1 օրվա ընթացքում չի լուծի խնդիրը։ Տուգանքը սակայն հանվեց, ինչը Վահան Գրիգորյանի խոսքով մի կողմից լավ է, մյուս կողմից բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ, դեղատները կարող են ծրագրին մասնակի մասնակցել ու շաքարային դիաբետ կամ սիրտանոթային հիվանդություններ ունեցողներին տրամադրել միայն այն դեղերը, որոնք իրենց ձեռնտու են։ Ենթադրենք մենք մասնակցում ենք մեր հաճախորդը, մեր մշտական հաճախորդը եկել է եւ նայում ենք այդ ցուցակում դեղանշանակած այդ ցուցակից նայում ենք մեզ ձեռնտու չէ։ Հիմա այդ դեպքում ընկնում ենք անհարմար իրավիճակի մեջ, այսինքն կամ պետք է խաբենք հաճախորդին, ասենք չունենք, կամ պետք է հաճախորդին բացատրենք, որ գիտեք, քանի որ մեզ ձեռ չի տալիս եւ այլն, մի խոսքով անհարմար իրավիճակի մեջ ենք ընկնում, իսկ մենք մեր հաճախորդներին չենք խաբի։ Պատճառներից մեկն էլ դա է, որ չենք մասնակցում։ Բուժառուների հոգսն են հերթական անգամ ծանրացնում, պնդում է Առողջության իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։ Շաքարային դիաբետ կամ սիրտանոթային հիվանդություններ ունեցողները դեղատոմսը ձեռքներին պիտի դեղատնից դեղատուն ընկնեն։ Բուժառուների համար շատ լուրջ խնդիր է արդեն իսկ, որովհետև այդ ծրագրին միացածները շատ քիչ են եւ արդեն ես գիտեմ, որ նաեւ ծրագրից ցանկանում են դուրս գալ այդ մանրածախ դեղատնային դեղատները, դեղերի վաճառքով զբաղվողները, նայեք, բուժառուն իր գյուղից կիլոմետրեր հատում է, գալիս հասնում է այդ դեղատունը, որտեղից պետքա ստանա այդ դեղորայքը։ Առաջ ինքը այդ դեղորայքը ստանում էր իր գյուղի ամբուլատորիայից եւ այլն, բայց հիմա քանի որ այդ գյուղական վայրերում չկան այդ դեղատները, նա ստիպված է լինելու գալ հասնել քաղաքային վայրը, այնտեղ էլ 1-2 դեղատուն են ամեն քաղաքում միացած, մարզային քաղաքներում, գալիս հասնում է այդտեղ եւ այդ քաղաքային դեղատանը արդարացի մերժում են դեղորայքի տրամադրումը, որովհետեւ օրինակ, հասարակ օրինակը բերեմ, մեթֆորմինը, որը որ կա, մոտ 1000 դրամի տարբերություն է տալիս, ասպիրինը 6-700 դրամ թանկացրել են, այսինքն գալիս է բնակիչը հասնում է դեղատուն եւ դեղատան աշխատակիցը ասում է կներեք ես ձեզ չեմ կարող տալ, որովհետեւ իմ վաճառքի գնից ցածր է փոխհատուցվում, ոչ թե վաճառքը, այլ ձեռքբերման գնից, հա, եւ մեծ կոնֆլիկտ է առաջանում դեղատան աշխատակցի եւ հիվանդի միջեւ։ Անուշ Պողոսյանի պնդմամբ որոշ դեպքերում բուժառուները նախընտրելու են սեփական միջոցներով ձեռք բերել դեղորայքը, որը նախկինում անվճար էին ստանում քաշքշուկներից խուսափելու համար։ Աշխատակիցները հորդորում են, ասում են զանգեք թեժ գծերին, թեժ գծերում համարյա չեն պատասխանում, բան են անում, գցում են իրար վրա, ասում են զանգեք ՊԱԿ, զանգեք դեղ վարչություն, առողջապահության, զանգեք այստեղ, զանգեք այնտեղ, այդ զանգերի մեջ կորում է, հա, հիվանդը եւ այդպես բարկացած իր դեղը առնում գնում է իր փողով, ստացվում է, որ այն ինչը որ կատարել էին լավ նպատակներով իբր բարեփոխում, այդքան էլ բարեփոխում չի, այսինքն մենք ունենք նմանատիպ լուրջ խնդիր դրա հետ կապված։ Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը մեկ այլ հնարավոր ռիսկ էլ է մատնանշում։ Ըստ հրապարակված ծրագրի դեղորայքը նշանակվելու է ազդող նյութով։ Բացի ազդող նյութը հղում է արվում իր արտադրողով, օրինակ 3 արտադրող կա, մեկը հայկական արտադրող, մեկը օրինակ բելոռուսական, մեկն է եվրոպական արտադրող, նույն ազդող նյութով դեղը տարբեր արտադրողների կողմից, բայց այդտեղ տալիս է 1 գին, փոխհատուցվող 1 գին, օրինակ 2000 դրամ պետք է փոխհատուցվի, բայց արի ու տես, որ 2000 դրամանոց դեղը օրինակ հայկական դեղներ, Հայաստանի արտադրության դեղներ, գնում են դեղատուն, ասում են գիտեք, այս դեղորայքն է անհրաժեշտ, նայում են, ասում են գիտեք,
այս հայկական արտադրությանը, որը որ 2000 դրամ է ավարտվել է մեզ մոտ, այն բելարուսականն էլ որ կար, դա էլ է ավարտվել։ Ունենք միայն եվրոպական արտադրության, որի արժեքը 3500 դրամ է կամ 3400։ Ճարահատված պացենտը այդ հավելյալ 1500 դրամը վճարում է եւ գնում է եվրոպական արտադրության տեղը, բայց արյուտես ռիսկը ինչ կարա լինի։ Կարող է դեղատանը, որտեղ որ պարտավորությամբ պետք է լիներ այդ հայկականը եւ բելարուսականը, արկա էր, բայց իր շահույթը հետապնդելու համար ասում էր չկա դա։ Արկա խնդիրներով հանդերձ փորձարարական ծրագրի գաղափարը թե դեղատների ներկայացուցիչների, թե անկախ փորձագետների խոսքով վատը չէ։ Ուղղակի նախքան ծրագրի իրականացումը հարկավոր էր լուրջ մոնիթորինգ իրականացնել։